Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ, անդրադառնանք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջին որոշմանը մարտի 1-ի հետ կապված, դուք այսօր հենց այնտեղ եք, տեսեք, այս որոշումից հետո էլ, կարծեք թե փաստվում է սահմանադրական կարգի տապալում, մեղավորներ, գիտենք, որ իշխանությունների օրոք են եղել այդ ամենը, եղել, հիմա հարց է առաջանում, օրինակ, պետությունը, իշխանությունը որևէ բան պատրաստվում է անել այս ուղղությամբ, թե ոչ, անելիք ունեք, թե ոչ, որովհետև նշվում է, որ հենց իշխանության անգործության պատճառով չունեցանք բացահայտում, բայց տեսեք ՄԻԵԴ-ը այսպիսի որոշում կայացրեց։ Եվ միանգամից անդրադառնանք նաև վերջերս տեղի ունեցած այս փոխհրաձգությունների արդյունքում վենդետային, եւ Արաքսգյուղում եւ Հարաքար համայնքի ղեկավարի հետ կապված այստեղ էլ իշխանություններին կոնկրետ մեղադրանք կային մասով, որ երբ այլևս չի գործում օրենքը, մարդիկ դիմում են այսպիսի միջոցների, որովհետեւ չկա վստահություն, օրինակ նույն դատական համակարգով հարցերը լուծելու։ Ուզում եմ այս երկու հարցերին էլ անդրադառնալ եւ վերադառնալով նաեւ ՄԻԵԴ-ի որոշմանը, մենք գիտենք այդ ուժերը, որոնք ուղիղ պատասխանատվություն ունեն, հավակնում են մասնակցել 26-ի ընտրություններին ու ըստ էության անընդհատ իշխանությունը ասում է ժողովրդավարություն, բայց այդ նույն ընձեռած ժողովրդավարությունը փաստորեն նրանց օգնում է պայքարել եւ տապալել ժողովրդավարությունը։ Դուրս գալ ժողովրդավարության դեմ, այստեղ դուք մտահոգություններ չունեք։ Ես կարծում եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրները հիմա այդ թեմայով ունեն մտահոգություններ, որովհետեւ տեղյակ եք, որ հիբրիդային հարցակումները ժողովրդավարության դեմ հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Բայց ժողովրդավարությունը ունի կոմպոնենտներ եւ այդ կոմպոնենտների հետ կապված հարաբերություններն էլ պարզ չեն։ Օրինակ կա անկախ դատական համակարգի եւ ընդհանրապես անկախ դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքական իշխանության սահմանափակումները որպես սկզբունք, բայց հիմա հարցեր են ծագում այնուամենայնիվ քաղաքական իշխանությունը ինչում եւ ինչին պետքա միջամտի եւ որտեղ այն գիծը, որտեղ այդ միջամտությունը պետքա անթույլատրելի լինի։ Ընդհանրապես տեսեք այդ գործերը նույն Փարաքարում տեղի ունեցածը ինքը հարցեր է բարձրացնում, բայց բնականաբար այդ հարցերը ինձ են հետաքրքրել եւ անհանգստացրել։ Հետևություններ արել եք ձեր գիտեք հետևություններ անելու մասին, արդյունքում կունենանք կանենք համապատասխան հետևություններ, պաշտոնանկությունների տեսքով։ Այո, ես կարծում եմ տեսանելի է, որ նաեւ պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա նույն փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, որ զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա եւ դատավարությունը ընթանում է։ Բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, մյուս մասը կարծեմ, եթե չեմ սխալվում, տեղեկանքից ոնց որ թե մի հոգի է, որ կալանքի տակ է կամ գուցե մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում են, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարդարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարցը, որովհետև մեր ավանդական ընկալումներն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ որ process կա, եթե ազատության մեջ է, այսինքն ֆիզիկապես քայլում է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է, մենք պետք է հասկանանք ինչքան եւ ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել
եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ ունենալ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետեւ մյուս կողմից ասում են այս բռնապետությունը, այնա բանտերը լցնում է այս իշխանությունը մարդկանցով, բանտերը մյուս կողմից ասում են ամենաթողությունը, ազատության մեջ են, հասկանում եք, սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Մարտի 1-ի գործի հետ կապված դուք գիտեք թե ես անձամ ինչքան շահագրգռված եմ, բայց իմ շահագրգռվածությունը կրկնակի տասնապատիկ նաև կաշկանդվածություն է ինձ համար, որովհետև այդտեղ էլ չլինի թե որ ես վարչապետ եմ եւ վարչապետի կարգավիճակի բերումով ես ինչ որ ազդեցություններ եմ գործում, որը նույնպես խնդրահարույց է, բայց եւ ես շատ ուրախ եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առիթով եւ հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը պետքա ես բան չեմ ասել։ Տեսեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասել այդ ամեն ինչը, ուրեմն դրանք պետքա բերեն կոնկրետ հետևանքների եւ քննչական ուղղակի հետ կապված, եւ դատավարական ուղղակի հետ կապված, եւ դատախազական ուղղակի հետ կապված։ Հասկանում եք, դուք իրականում վաղվա ելույթին այդ թեմաներին անդրադառնալու եմ, մենք ունենք դիլեմաներ։ Առաջինը մենք ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը եւ ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը, որ չստացվի, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո բռնապետություն ենք հաստատում։ Սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Եթե դու ժողովրդավարությունը քեզ համար ընդամենը պիտակ է, հիմա քրեական գործերը ամբողջությամբ բան են, չէ, հրապարակային են։ Ամեն ինչ նկարագրված է, բացարձակապես ամեն ինչ նկարագրված է։ Ապօրինի խմբերի ձևավորումը, նրանց վճարումը, ով փողը տվեց, ով փողը տվեց եւ այլն, եւ այդպես շարունակ։ Այլ բան, որ դատական հարթության մեջ այդ ամեն ինչը պետք է արձանագրվի օրինական ձևով, բայց հասկանում եք, իմ ամեն նախադասություն այս թեմայով ասված, հետո կարող է օգտագործվի եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից։ Դրա համար ես ասում եմ, շատ դժվար է գտնել մարդ, որը ավելի շահագրգիռ է, որ մարտի 1-ի եւ ինչի մենակ մարտի 1-ի գործը։ Հոկտեմբերի 27 կա, ուրիշ գործեր կան եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից այդ իմ հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը որպես քաղաքացի ինձ համար կաշկանդող գործոն է, որ մի րոպե, բայց այնուամենայնիվ ինչ ենք մենք ուզում, որն է մեր նպատակը։ Իսկ մեր նպատակը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունն է, եւ ես ասում եմ, այո, մենք այդ նպատակին չենք հասել այն աստիճանի, ինչ աստիճանի, որ մենք կարող ենք հասնել։ Բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ մենք արձանագրենք մի բան։ Նախորդ օրը, երբ որ մենք ժողովրդավարության թեմայով քննարկում էր ժողովրդավարության հայկական ֆորումը, ես այդտեղ հասկացա, որ մենք մի հատ էլ խնդիր ունենք։ Երբ որ բանախոսները խոսում էին ժողովրդավարության իդեալի մասին, մենք շատ դեպքերում ժողովրդավարության իդեալի հետևից ենք գնում, դրա համար չենք նկատում մեր այսօրվա ժողովրդավարությունը։ Որտեղ ասում ենք, մեր այսօրվա ժողովրդավարությունը իդեալական է, չէ, իհարկե իդեալական չի։ Բայց եթե մենք ցանկացած բանի իդեալի տեսակետից վերաբերվենք, ցանկացած բանի, մեզ մենակ հիասթափություն է սպասում։ Մենք պետք է կարողանանք գնահատել այն ինչ որ միջազգային հանրությունը մեր ժողովրդավարությունը ավելի շատ տեսնում եւ գնահատում, քան մենք ինքներս։